Տիրան Չրաքյան, ավելի հայտնի որպես Ինտրա, ամենաինքնատիպ հայ գրողներից է։ Ծնվել է 1875 թվականին Կոստանդնուպոլսի Սկուտար թաղամասում։ Սովորել է Պոլսի Սուրբ Խաչ նախակրթարանում, այնուհետև Բերբերյան վարժարանում։ Վերջինիս հիմնադիր Ռեթեոս Բերբերյանը Չրաքյանի ուսուցիչներից էր և նրա մասին ասում էր. «Լուսալի աչքերով, աշխույժ, բայց արդեն խոհում պատանեկիկ մներ, չարաճճի հարցուփորձող ժպիտովը»։ Զուգահեռաբար հաճախել է նաև Պոլսի գեղարվեստական վարժարան։ 1891-ին Չրաքյանը Բերբերյան վարժարանում անցնում է աշխատանքի որպես մանկավարժ։ Նկարչության և գրականության մեջ կատարելագործվելու համար Չրաքյանը 1904-5 թվականներին մեկնում է Փարիզ, հետո Եգիպտոս ու կրկին վերադառնում Պոլիս։ Մեկ տարի անց լույս է տեսնում նրա ստեղծագործական կյանքի և ընդհանրապես հայ գրականության գլուխգործոցներից համարվող «Ներաշխարհ» աշխատությունը։ Գրքում զետեղված են հեղինակի խոհերն ու տպավորությունները իր ապրած կյանքից։ 1981-ին «Ներաշխարհը» կհրատարակվի նաև Խորհրդային Հայաստանում։ 1908-ին լույս է տեսնում նրա «Նոճաստան» բանաստեղծությունների փոքրիկ ժողովածուն, որտեղ Չրաքյանն արդեն իր անունը Տիրան փոխակերպում է Ինտրայի և հետագայում հանդես գալիս այդ կեղծ անվամբ։ 1909-ը բեկումնային է դառնում Ինտրայի համար։ Տեղի են ունենում ադանայի ջարդերը, որոնք խորը հետք են թողնում գրողի հոգեկան առողջության վրա։ Ինտրան նախ հրաժարվում է իր անցյալից, նույնիսկ հրին մատնում իր ստեղծագործությունների զգալի մասը, այնուհետև դառնում է ավետարանի քարոզիչ ու շրջում գավառներով, մարդկանց մեջ փորձելով լույս սերմանել։ Առաջին համաշխարհայինի ժամանակ անցնում է թուրքական բանակում ծառայության, սակայն հրաժարվում է զենք վերցնել։ Նրա աշակերտները 1915-ին գումար են հավաքում և Ինտրային ազատում զինվորական ծառայությունից, փրկելով նաև մահից։ Գրողը վերադառնում է հոգեկան էլ ավելի ծանր վիճակում։ 1918-ին սկսում է ավետարանի քարոզչական գործունեություն ծավալել Սև ծովի եզերքի գավառներում, ինչի հետևանքով քեմալականների կողմից հռչակվում է ժողովրդի թշնամի։ Ինտրային 1921-ին ձերբակալում են և դատապարտում աքսորի, որի ճանապարհին գրողը, չդիմանալով կտանքներին, նահատակվում է։ Ողորմյա Տեր ամենայն աշխարհի, վշտացելոց, ճանապարհորդած, ապաշխարողած և հոգվոցն հանգուցելոց, ինչու համար, մեծաղոթող որ ես, չես իշեր դարբավորները, միթե օդար են անոնք այն դողում են, անոնք որ անքիդագից հավիտենության գծկտին, ներթաշնակցման, գադարելացման քերակույն վիճակիմը ըզհետ արծկակին, ով Տեր, ողորմե դարբավորներուն, թափառական ու սարսրակին դարբավորներուն, վասնձի իրիգուն է, վասնձի քեզի հարելու կատարյալ եղանակ մե սերը։